2026 թվականի հունվարի 19-ին մեկնարկեցին ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին 11-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանը հայտարարում են բացված։ Նախ ներկայացվեց հերթական նիստի օրակարգի նախագիծը, այս անգամ օրակարգում 27 հարցեր։ Այսուհետ հունվարի 27-ը կսահմանվի որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այն կլինի ոչ աշխատանքային։ Նախաձեռնության հեղինակները ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Գեգամ Նազարյանն են։ Առաջարկում եմ չքաղաքականացնել այս նախագիծը եւ բոլորով կողմ քվեարկել, որովհետեւ ինչպես ասել եմ հանձնաժողովի նիստում, մենք ուզում ենք սահմանել օր, երբ որ ԿՊԱ-կանը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի շիրիմի առաջ, դաշնակցականը կխոնարհվի Հայաստանի պաշտպանության համար, հայրենիքի պաշտպանության համար զոհված ԿՊԱ-կանի շիրիմի առաջ եւ այսպես շարունակ։ Խորհրդարանական ընդդիմության համար, սակայն հունվարի 27 օրն ընդունելի չէր, ինչի մասին ամբիոնից ասաց Հայաստան խմբակցության քարտուղարը։ Ենթատեքստը այսօրը որոշելու թիրախն է հայոց բանակի։ Երբ որ նույնիսկ սկզբնական տեքստում, նաև հիմա էլ զոհ բառը փորձում է զուգակցվել բանակի հետ։ Երբ որ Ռուբեն Ռուբինյանը առաջարկեց խաչվերացի հաջորդող օրը, մենք ինքներս ոգևորություն ապրեցինք, բայց երբ որ այս օրը ներկայացվում է որպես արդեն մերժում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից, մենք եկանք այն եզրակացության, որ այստեղ ընդհանրապես փաստորեն համաձայնության հարց չկա։ Կա ընդամենը մի խմբի կողմից պարտադրանք։ Այս մոտեցումը մեր համար մերժելի է, ընդունելի չէ։ Հետևաբար մեր խմբակցությունը այս վարքագծին դեմ է քվեարկելու, ոչ թե հիշատակման։ Այո, ճիշտ է, որ ես եմ առաջարկել որպես հնարավոր կոնսենսուսային տարբերակ խաչվերացին հաջորդող մեռելոցի օրը ֆիքսել որպես նաև հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, ինչը ապացուցում է, որ ես փորձել եմ կոնսենսուս գտնել։ Այո, ճիշտ է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դրան չի համաձայնվել հետևյալ փաստարկներով, երկու փաստարկ, որովհետև դա կլիներ շարժական, եւ ավելի կարևոր գործընկերները կարծում են, որ խաչվերացին հաջորդող մեռելոցը օր է բոլոր ննջեցյալներին հիշատակելու համար եւ հետեւաբար այդպիսով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը կտարալուծվեր բոլոր ննջեցյալների հիշատակը հարգելու օրվա հետ։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է փոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը։ Այն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ պաշտոնական հրապարակումից հետո, անմիջապես։ Օրենքի նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Կողմ 69, դեմ 15, ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Աշխարհի հեղինակավոր բուհերում ուսանած տարկետում ստացած քաղաքացիները զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան։ Պայմանը մեկն է, նրանք պետք է Հայաստանում առնվազն 3 տարի կառավարության կողմից սահմանված ոլորտում աշխատեն։ Ազգային ժողովը քննարկել է այն փոփոխություններն ու լրացումները, որոնք գործադիրն առաջարկում է կատարել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում։ Դրանց ընդունման արդյունքում Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակի համալսարաններում սովորած Հայաստանի քաղաքացիների գիտելիքները հնարավոր կլինի ներդնել մեր երկրի գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում։ Մեր այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով հաղթահարելով համապատասխան խոչընդոտները արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, այնուհետև ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին նպաստ ծառայեցնելու։
Օրենքը մի կողմից կապահովվի, որ նշված բուհերի շրջանավարտներն անպայման հայրենիք վերադառնան, մյուս կողմից կուղղորդի վերջիններիս գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներ, որոնց կարիքն առավելապես կա։ Իսկ շատ են դեպքերը, երբ ուսումնառությունն ավարտած քաղաքացիները խուսափում են բանակից։ Նախարարը վիճակագրական թվեր եւս ներկայացրեց։ 57 քաղաքացիների շրջանում մեր ուսումնառությունը ցույց է տվել, որ նրանցից ընդամենը մեկն է ծառայել վերադարձից հետո, 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12 քաղաքացի հետախուզման մեջ է, 40 քաղաքացի որևէ այլ հիմքով ուղղակի չի ծառայել։ Սա նշանակում է, որ իրականում մենք ունենք համակարգ, որը չի աշխատում։ Եվ օրենսդրական այս կարգավորումը ուղղված է նրան, որպեսզի մենք վերանայենք գործող համակարգերը եւ դրանք դարձնենք իրապես արդյունավետ ու նպատակային։ Իսկ հարցին, թե որքանով փոփոխությունները կազդեն զինծառայության վրա, անդրադարձավ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Այս օրենքը հնարավորություն է տալի իրականացնել այն միտքը, որը բազմիցս թմբկահարվել է արի տուն։ Իրանք Հայաստանից դուրս են։ Հիմա հնարավորություն ենք տալի բարձրակարգ կրթություն ստացած մեր հայորդիներին գան Հայաստան եւ իրենց գիտելիքները ծառայեցնեն մեր երկրին։ Սա կարևորագույն որոշում է, որի արդյունքում ինտելեկտուալ կարողությունները, որոնք շատ բարձր են լինելու, դրանք վերադառնալու են Հայաստան։ Ինչ որ մասնակցությամբ իրանք այնուամենայնիվ կառնչվեն զինված ուժերի հետ։ Օրենսդիրը քննարկեց նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ 1995 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվել է ընդամենը 1511 քաղաքացի, իսկ 1999 թվականից բանակից խուսափողների թիվը շեշտակի աճել է 2004-ին անցնելով 12000-ը։ Խնդիրը լուծելու նպատակով 2004-ին ընդունվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող օրենքը, որով սահմանվում էր. Բանակից խուսափած 27 տարի լրացած անձինք կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100,000 դրամ եւ ազատվել պատասխանատվությունից, ոչ մի օր չծառայելով բանակում։ Այս օրենքը ընդունվել էր 1 տարի ժամկետով, սակայն սկսած 2005 թվականից ամեն տարի այն երկարաձգվել է մինչև 2019 թվականը։ 15 տարիների ընթացքում օրենքից օգտվել է 10,656 քաղաքացի։ 2019-ից այլ նախագծեր են ներկայացվել, որոշներն ընդունվել են, որոշները ոչ։ Այժմ падգամավորն առաջարկում է նոր նախագիծ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած ավելի քան 1200 հայրենակից չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլ ընտրանք, քան 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկվելն է։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին է նրանց համար։ Իսկ Սարգսյանի նշած 5 տարբերակները հետևյալն են. առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով, երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ, չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 10 միլիոն դրամ եւ հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Այդ մեծ գումարները ոչ բոլորը կարող են վճարել, եթե դուք այդ խնդիրը դնում որ այդ մարդիկ հետ վերադառնան, օրինակ ավելի լավ առաջարկ կարող եմ անել, եթե այդ մարդիկ կգան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կընդունվեն, եկամտահար կվճարեն, կգեներացնեն ինչ-որ մի բան իմ երկրում հավելյալ արժեք կստեղծեն։ Դուք ընկել եք գումարի հետևից, ոչ թե խնդրի լուծման, տենց տպավորություն է ինձ մոտ։ Գումարի հետևից չենք ընկել նախագծով, հետևյալն է ասվում, նրանք ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն։ Միգուցե ասենք օրինակ տարաժամկետ վճարման կամ ամսե ամիս վճարման նման մեխանիզմներ ներդրվեն, որ մարդ օրինակ գա որևէ տեղ աշխատի, բայց ինքը իմանա, որ իր աշխատավարձից ինչ որ մի տոկոս վճարվում է հայկական բանակին ժամանակին չծառայելու համար։ Խոսքը սրա մասին է, արդյոք նման մեխանիզմ դիտարկվել է եւ արդյոք հնարավոր չի նման մեխանիզմ նույնպես դիտարկել։ Թե ինչպես ինչ միջոցներով կարող ենք օգնել այդ քաղաքացիներին, որպեսզի այս գումարը վճարեն, դա կարծում եմ կարող ենք արդեն անել այլ նախագծով կամ կառավարության որոշումներով, որպեսզի տանք տարաժամկետ վճարման հնարավորություն կամ
պետությունը վճարի, իրենք պետությանը այդ գումարը փակեն, այսինքն ոչ թե այս օրենքով կարգավորվի, այլ օրենսդրական ակտերով կարգավորվի, այսինքն գումարները շարունակի մնալ նույնը, պետությունը ընդունենք 8 միլիոն վճարի, ինքը գա մի ամիս ծառայի, հետո պետության տված գումարը աստիճանաբար փակի։ Քննարկված օրենքների նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ։